Ընդդիմության հնարավոր միավորման հարցը շարունակում է մնալ քաղաքական օրակարգի առանցքում։ Հայաստանի երրորդ նախագահ Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Սա բարդ գործընթաց է», ընդ որում շեշտեց. «Խոսքը չի գնում մի ցուցակով գնալու մասին»։ Ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է։ Եվ խոսքը չի գնում մի ցուցակով գնալու մասին, կարծում եմ դուք էլ եք Արդյոք ընդդիմության համար միավորվելը բարդ է նաև արդեն խորհրդարանում ընտրություններից հետո։ Մեր ձևով շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը Ռադար Արմենիայի հետ զրույցում նշեց. իրենք կենտրոնացած են մեծամասնություն ունենալու խնդրի վրա։ Ինչպես առիթ ունեցել է նշել Նարեկ Կարապետյանը, մենք խորհրդանում պետք է ունենանք մեծամասնություն, որ կարողանանք իրականացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը եւ մեր մյուս ծրագրերը։ Հետևաբար մենք կենտրոնանում ենք խորհրդարանում մեծամասնություն ունենալու խնդրի վրա։ Խորհրդարանական ընդդիմությունը եւս կասկածում է հետընտրական համագործակցությանը։ Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հնարավոր համարում է ընդդիմադիր բևեռում մինչև 4 միավորի առկայությունը։ Այս պահին գոնե մենք չունենք այլ վերապահումներ։ Բնականաբար հեշտ չի լինելու, բայց գլխավոր խնդիրը արդեն նշեցի, ձևակերպեցի, որն է գործող ռեժիմի վերարտադրության բացառումը։ Նրա դիտարկմամբ անհրաժեշտ է գտնել իրական գործնական համագործակցության ձևաչափեր։ Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաչատյանի կարծիքով ընդդիմության միավորումը բարդ գործընթաց է, սակայն ընդգծում է, ոչ պակաս բարդ է նաև գործող իշխանություններին ընտրություններում հաղթելը։ Ըստ նրա ընդդիմադիր ուժերը մինչ օրս չեն կարողանում մեկ լեզու գտնել։ Յուրաքանչյուր ուժ տարբեր նպատակներ է հետապնդում։ Խաչատյանը հիշեցնում է, որ միավորված ընդդիմության մոդելն արդեն կիրառվել է եւ տվել է արդյունք։ Օրինակ 2012 թվականին Վրաստանում մի քանի քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի արդյունքում հնարավոր դարձավ հաղթել Միխայիլ Սահակաշվիլիին։ Եթե մենք այդ աշխատած մոդելը մի կողմ ենք դնում, ապա հնարավորություն ենք տալիս իշխանությանը առանձին ուժերին վարկաբեկելու, հաղթելու նրանց։ Նրա խոսքով սոցիոլոգիական տվյալները ցույց են տալիս, որ գործող իշխանությունը ունի հասարակության մեծամասնության աջակցությունը, սակայն կարող է հաղթել ընտրություններում ընդդիմադիր ընտրազանգվածի ցածր մասնակցության կամ ձայների փոշիացման պարագայում։ Մեկ միասնական կոնսոլիդացված բլոկով մասնակցել նաև նշանակում է, որ ընդդիմադիր ուժերը միմյանց հետ չեն մրցակցի, միմյանց հաշվին ձայներ չեն կորզի եւ չեն նվազեցնի ընդհանուր ընդդիմության պոտենցիալը։ Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը Խաչատյանը նշում է, որ արկա բարդությունները կարող են զգալիորեն մեղմվել, եթե մի կողմ դրվեն նեղ կուսակցական եւ անձնական ամբիցիաները։ Եթե նեղ քաղաքական կուսակցական ամբիցիաները մի կողմ են դրվում, ապա այդ բարդությունները մեղմվում են կամ վերանում։ Նա հիշեցնում է նաև Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, ըստ որի վերջինս պատրաստ է նույնիսկ չլինել ընտրական ցուցակում, միայն թե ձևավորվի միասնական ընդդիմադիր ճակատ։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։